Այսօրվա մեր քարոզախոսության նյութը կվերցնենք Մատթեոսի ավետարան 5-րդ գլխից, լերան քարոզը նշանավոր, Տեր Հիսուսի խոսքերը եւ ուսուցումները, 5-րդ գլուխ եւ դիտարկենք 2-րդ բաժինը։ Մատթեոս 5-րդ գլխում Տեր Հիսուսը խոսում է լերան քարոզի վրայով, որից անմիջապես հետո խոսում է աղի եւ լույսի նշանակության մասին, եւ այսպես են կարդում 13-րդ համարից. Դուք եք երկրի աղը, բայց եթե աղը իր համը կորցնի, ինչպես պիտի համ տա, այլևս ոչ մի բանի պիտանի չի կարող լինել միայն դուրս թափվելու եւ մարդկանց ոտքի տակ կողքրտվելու։ Դուք եք աշխարհի լույսը, լերան վրա շինված քաղաքը չի կարող թաքնվել, ոչ էլ ճրագը կվառեն եւ կաթսայի տակ կդնեն, այլ աշտանակի վրա, որ լույս տա բոլոր նրանց, ովքեր տան մեջ են։ Թող ձեր լույսը այնպես փայլի մարդկանց առջև, որ տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Թող Տերը օրհնի սրբազան խոսքը։ Այստեղ խոսում է երկնքի թագավորության որդիների մասին։ Կարծես փոխանցում է Տեր Հիսուսը աշակերտներին երկնքի թագավորության սահմանադրության կարգը, կանոնը, օրենքները։ Եվ ասում է դուք եք երկրի աղը, դուք եք աշխարհի լույսը։ Երկնքի արքայության զավակները, այսինքն Քրիստոսի զավակները, փրկյալները, ապրում են աշխարհի մեջ, ապրելով աշխարհի մեջ, բայց աշխարհից չեն։ Երկրի վրա, բայց ներկայացնում են երկնայինը։ Դուք եք Աստվածը վերաբերվում է աշակերտներին, բայց միաժամանակ Քրիստոսի բոլոր հետևորդներին, ովքեր որ աշակերտի կարգավիճակի մեջ են։ Եվ երկիրը առանց աղի մենք գիտենք, որ կնեխի, կփտի, առանց լույսի աշխարհը խավարի մեջ է եւ այդպես է։ Կարևոր է նշենք, եթե մենք չլրացնենք վերոհիշյալ կետերը, այսինքն երանիների շարքը, որ կարդում ենք հենց անմիջապես Մատթեոսի ավետարանի 5-րդ գլխից, սկսած հոգով աղքատացած վիճակից, մենք չենք կարող աշխարհի մեջ բուժիչ եւ համ տվող աղ լինել։ Մենք չենք կարող խավար աշխարհի մեջ լույս լինել, այսինքն ամեն ինչ սկիզբ է դրվում Երանի հոգով աղքատներին կարգավիճակից, որի արդյունքում մենք կարողանանք Աստծուն փառք բերող զավակներ լինել, որից հետո մենք կարողանանք երկրի վրա աղը լինել եւ աշխարհի մեջ լույս լինել։ Աղի հատկությունը մենք գիտենք, որ իրենից ներկայացնում է որպես հականեխիչ, համեմող, համտվող, արժեք տվող, որ սպանում է միկրոբները, բակտերիաները։ Լույսի հատկությունը լուսավորող, ջերմացնող, ուղղություն տվող եւ եթե աղ իր համը կորցնի, ինչ է սա նշանակում։ Եթե լույսը լույս չտա, ինչ է սա նշանակում։ Հատկանշական է խոսքը, որ չի ասված այստեղ դու ես աղը։ Տեր Հիսուսը չի ասում դու ես աղը, դու ես լույս, ասում է դուք եք, այսինքն հոգնակի դերանուն ենք տեսնում այստեղ։ Հունարեն բառը հումեիս, այսինքն դուք եք, խոսքը ուղղված է աշակերտներին, խոսքը ուղղված է եկեղեցուն, համայնքին, այսինքն ընդհանրական պատգամ կա այստեղ։ Եթե որևէ մեկը փորձի լինել աղ կամ լինել անհատապես որպես լույս, նա կձախողվի։ Եվ նա լերան վրա շինված քաղաք չի կարող համարվել, որովհետև աղը մեկ անձի հարց չի, քաղաքը մեկ անձի բան չի, հոգևոր կյանքը եւ առասարակ եկեղեցական կյանքը համընդհանուր կյանք է, սիրելիներ։ Միասնական պահանջով է ներկայացված, գրված է դուք եք եւ չի ասվում դու ես։ Խոսքը ուղղված է համայնքին, խոսքը ուղղված է հավատացյալների խումբին, եկեղեցուն։ Օրինակ մարդու օրգանիզմը, եթե մի օրգան հիվանդ է, գիտենք, որ այն ազդում է ամբողջ մարմնի վրա։ Եթե մի օրգան ցավ է պատճառում քեզ, ամբողջ մարմինը ցավ է ապրում, այդպես չէ։ Եվ համարվում է վատառողջ մարդը։ Եվ չեն ասում ականջը հիվանդ է կամ աչքը առողջ է, ասում են մարդը հիվանդ է կամ մարդը առողջ է։ Սա ընդհանրական հարց է։ Միայնակ եւ առանձնացված հոգեվորությունը տանում է հիվանդության, տանում է փտության, ինչպես քաղցկեղը։ Ինչ է իրենից ներկայացնում քաղցկեղը, որը օրգանիզմում առանձնացված ուռուցք է իրենից ներկայացնում, որը ամբողջ մարմինը հիվանդացնում է։ Քաղցկեղը միկրոբներից չի առաջանում, այլ առանձնացված բջիջներից է առաջանում։ Ռուսերենով ասում են
ռակվի կլետքի, չէ՞։ Այսինքն սնվում է ամբողջ օրգանիզմի համար նախատեսված կալորիաներով, բայց ինքը մնացած օրգանների հետ չի հաղորդակցվում, կապ չունի մնացած օրգանների հետ։ Եվ լինելով անջատ, ինքը ինդիվիդուալ գործող ուռուցք է գոյանում, այնպես էլ հոգևոր կյանքը, սիրելիներ, անջատ չի կարող լինել։ Հավատացյալը միայնակ չի կարող ապրել։ Ինչպես որ քարոզիչները այս օրինակը շատ են բերում ժամանակին, որ երբ որ վառվող կրակի մեջից մի ածուխ առանձնացնես, ինքը միայնակ կմարի, բայց որ միաբան լինեն, միասին լինեն կրակի մեջ, կբոցավառվեն եւ լույս կտան եւ ջերմություն կփոխանցեն։ Մեկ մարմին, բայց շատ անդամներով։ Այնպես որ շատերս մեկ մարմին են գրում է Պողոս առաքյալը Քրիստոսի մեջ, բայց ամեն մեկս միմյանց անդամ ենք։ Հռոմեացիներին 13-րդ գլուխ 4-ից 6 համարներ։ Այնպես որ շատերս մեկ մարմին են Քրիստոսի մեջ, բայց ամեն մեկս միմյանց անդամ ենք, միայն թե զանազան պարգև ունենք։ Եվ սիրելիներ, նայում ենք Կորինթացիներին նամակը, առաջին Կորինթացից 13-րդ գլուխ, 12 համար, 14, 20, 24, 27, ամբողջ 13-րդ գլուխը որ կարդաք, գրված է եկեղեցին, բայց ինքը մեկ եկեղեցի է, բայց բազում անդամներով, համընդհանուր եկեղեցի, մեկ անձով չի որոշվում եկեղեցին կամ համայնք, այլ շատ անդամներով, բազում անդամներով։ Եթե նայենք մարդկանց կառուցվածքը այդպես է, մարդը մեկ անձ է համարվում, բայց ինչքան անդամներ կան մարդու մեջ, ինչքան օրգաններ կան, որ ամեն մեկը տարբեր ֆունկցիաներ է կատարում, բայց համարվում է մեկ անձ, մեկ մարդ։ Ուրեմն երկնքի թագավորության սահմանադրության մասին ենք խոսում եւ արքայական որդիները կամ թագավորության որդիները, ովքեր եկեղեցական կյանքով ապրող փրկյալներն են, երկրի վրա արտացոլում են այդ կյանքը, այսինքն նրանք կարծես ներկայացուցիչներն են երկրի վրա։ Դրա համար Տեր Հիսուս ասում է՝ դուք եք աղը երկրի, դուք եք լույսը աշխարհի, որպես աղ, որպես լույս, եւ այդ կյանքը իրենից ենթադրում է բարի վկայություն։ Այդ կյանքը իրենից ներկայացնում է այնպիսի կյանք, որպեսզի հավատացյալները Աստված փառավորեն իրենց ապրած կյանքով, երկնքի օրենքներով եւ սուրբ ապրված կյանքեր։ Եվ սա երանիների երկրորդ բաժինն է, քանի որ առաջին բաժնում, ինչպես արդեն նշեցի, խոսքը երանելիների վերաբերյալ էր եւ առաջին նախապայմանը, ինչպես տեսանք, երանի հոգով աղքատներն են, աղքատացած վիճակն է, հոգիով աղքատացած, որպեսզի Քրիստոսով հարստանանք, աշխարհի համար դատարկված, սննկացած, բայց Աստծով հարստացած, որը հանգեցնում է Աստծուն փառավորող կյանքի ապրումներին, որպես երկրի վրա աղը եւ աշխարհի մեջ լույսը։ Եթե մենք թագավորության զավակներն ենք, այսինքն եթե մենք թագավորի զավակներն ենք, որովհետեւ Հիսուս Քրիստոսը մեր Տերը եւ թագավորն է, ուրեմն այդպեսին պետք է լինի մեր վկայությունը մեր շրջապատի մեջ։ Թագավորության որդիները աղ են, թագավորության որդիները լույս են սփռում։ Եվ այստեղից հետևություն կարելի անել, եթե մենք առաջին բաժնի պայմանները չենք լրացրել, այսինքն երանիների շարքը չենք լրացրել, ապա երկրորդի հարցում մենք կձախողվենք։ Մենք չենք կարող աղը լինել, մենք չենք կարող լույսը լինել եւ մենք չենք կարող Աստծուն փառավորող կյանքեր ապրել։ Ուրեմն որպես երկրի աղը արդեն ասացինք, որ իրենից ներկայացնում է որպես հականեխիչ նյութ, իսկ Աստծո ստեղծագործությունը, որ այս երկիրն է, այս հողակտորն է, եւ մենք էլ այս երկրի հողից շինվածներս մասուբաժին ենք կազմում հողից, հողեղեն մարդիկ ենք, նույնպես երկրից ենք եւ երկիրը որոշ առումներով հիվանդացած է սիրելիներ եւ կարիք ունի աղի։ Մեր շուրջը նայեք, որ ապականությունը որքան շատ է աշխարհիս մեջ, երկրից վրա, մարդկության մեջ։ Խոսում ենք մարդկանց մասին, երկրավոր մարդկանց մասին եւ հավատացյալները երկրի վրա աղը պետք է լինեն, աղի դերակատարությունը ունենան, այսինքն պետք է պայքարենք միկրոբների դեմ, բացիլների դեմ, ապականության դեմ, փտախտի դեմ։ Նայեցեք, աղը աշխարհի համար չի նախատեսված, այլ երկրի համար։ Մինչդեռ լույսը աշխարհի համար է, աշխարհի համակարգի համար է։ Աղը սպանում է մանրէներին եւ մենք որպես արքայության որդիներ, որտեղ էլ լինենք,
Աստված մեզ որտեղ էլ առաջնորդի, որտեղ էլ կանչի, մենք կանչված ենք պայքարելու բացիլների դեմ, նեխածության դեմ, ապականության դեմ։ Աղը եթե իր համը կորցնի, ինչպես կարդացինք, գրված է, որ մարդկանց ոտքի տակ կանցնի, մարդկանց ոտքի կողքրտանը կլինի, եւ մարդիկ կտորորեն աղը, եւ ուրեմն ոչ միայն համը կորցրած կհամարվի եւ ոտքի տակ կթափեն, այլև մարդիկ կողքրտեն աղը։ Մի այլ բան է, որ աղը իր համը կորցնի եւ կթափեն դուրս, չէ, բայց ավելի վատագույնը այն է, որ մարդիկ վրայով կանցնեն, կողքրտեն այդ աղը։ Այսինքն մարդիկ, հավատացյալներ, եթե իրենց համը կորցնեն, իրենց հատկությունը, իրենց կոչումը եթե կորցնեն մարդիկ, աշխարհային մարդկանցից ոչնչով չեն տարբերի։ Եվ մարդկանց աչքից կընկնեն, անարժեք կհամարվեն, հասկանում եք։ Սա է զգուշացնում Տեր Հիսուսը։ Հիշեք, ինչպես ամոթի եւ անարժեք աղի արձանի վերածվեց Ղովտի կինը, ում անունը Աստվածաշնչում հիշատակված չի։ Երբ որ Ասոր հրեշտակները դուրս բերեցին Ղովտի ընտանիքին, այսինքն Ղովտը, նրա կինը եւ նրա երկու աղջիկները, հիշում եք պատմությունը Ծննդոց գրքից։ Եվ Ղովտի կնոջ սիրտը կապված էր Սոդոմի հետ, աշխարհի հետ։ Եվ ինքը ետ նայեց, մինչդեռ հրեշտակները ասացին, որ ետ չնայեք, առանց ետ դարձի լերը փախեք։ Ետ նայեց եւ դարձածին պես իսկույն աղի արձանի վերածվեց։ Այն ամոթի վայրը, անպիտան աղի արձան, բայց այդ աղը ոչինչի պիտանի չի։ Սոդոմի մոտ կանգնած այդ սյունը մնաց որպես անարժեք աղի սյուն։ Ուստի դրա համար կարևոր է վերոհիշյալ 9 կետերը մենք կյանքով ապրենք, այսինքն երանիների շարքը ապրենք, որպեսզի կարողանանք աղի հատկությունը ունենանք։ Սկսած հոգով աղքատներից, սկսված առաջին ամենակարևոր նախադրյալից, լինել հոգով աղքատացած։ Լույսը ինչ է։ Լույսը վերաբերվում է աշխարհին։ Ասած դուք եք երկրի աղը, դուք եք աշխարհի լույսը։ Եվ այստեղ հումանիշներ չեն երկիրը եւ աշխարհը, գիտեք։ Երկիրը, իսկ լույսի բaragայում ասում է դուք եք աշխարհի լույսը, ոչ թե երկրի լույսը։ Սրանց մեջ տարբերություն կա։ Երկիրը Աստծո ստեղծածն է, իսկ աշխարհը ապականված է, այն սատանայական համակարգ է։ Այս աշխարհի իշխանը ով է? Սատանան ինքն է, ինչպես Տեր Հիսուսը ասաց։ Խոսքը գնում է աշխարհային սիստեմի մասին, համակարգի մասին, որտեղ ոչ թե աղ է հարկավոր, այլ լույս է հարկավոր, որովհետև խավար կա աշխարհի մեջ։ Եվ այդ խավարը շատ թանձր է։ Մենք եթե չլինենք որպես ճշմարիտ լույս եւ լույսի զավակներ, մենք չենք կարող լույս տալ, լուսավորել մարդկանց եւ դեպի լույսին առաջնորդել։ Եվ այդ լույսը սիրելիներ դարձյալ եկեղեցին է։ Այն նման է քաղաքի, որ լեռան վրա է կառուցված, Տեր Հիսուսը այդպես ասաց, չէ՞։ Լեռան վրա կառուցված քաղաքը ասաց։ Ո՞վ է այդ լեռը, եթե ոչ Հիսուս Քրիստոսը։ Ինչ է նշանակում քաղաքը, եթե ոչ եկեղեցին, հավատացյալների համայնքը, որ Քրիստոսի վրա է հիմնված, շինված եւ կառուցված։ Եվ եթե մենք Քրիստոսի վրա, այդ լեռան վրա շինված քաղաքն ենք, մենք պետք է լույս տանք եւ համարվենք լուսատուներ։ Եվ նրա շինված եկեղեցին լույսի փարոս է համարվում այս քաոսային աշխարհի մեջ։ Լեռան քարոզի մեջ այս մի քանի գլուխներում Տերը երբեք եկեղեցի բառը չօգտագործեց, այլ հաճախակի հիշատակում է թագավորություն տերմինը կամ արքայություն, ինչը ցույց է տալիս եկեղեցին, եւ քաղաքը դա եկեղեցու խորհուրդն է, եւ ոչ թե ցիր ու ցան եղած մարդիկ, որ միաբանություն չունեն։ Այսօր այդ մասին ենք խոսում, հավատացյալներ կան ասում են, ես իմ համար հավատացյալ եմ, ես իմ տունը աղոթում եմ, ես իմ տունը հավատում եմ, ինձ պետք չի եկեղեցի գնալ, բայց Աստված մեզ կանչեց որպես եկեղեցի, որպես խումբ, որպես համայնք, հավատացյալների խումբը, հավատացյալների բազմությունը, անհատ մարդը չի կարող հոգևոր կյանք ապրել, կձախողվի սիրելիներ, հավատացած եղեք։ Ուրեմն որքան կարևոր է լեռան վրա քաղաքի կառույցը, որը չի կարող թաքնվել ասած, չի կարող խամրել, չի կարող չլուսավորել, ինչու որովհետև ինքը լեռան վրա կառուցված քաղաք է։ Իսկ լեռը ով է, ինչպես արդեն ասացինք, Հիսուս Քրիստոսն է։
Եթե Քրիստոսի վրա է շինված համայնքը, եկեղեցին, հավատացյալների խումբը, քրիստոնյա ընտանիքները, ինքը անպայման լույս կտա իր շրջապատի մեջ։ Նայեցեք, ոչ էլ գրված է ճրագը վառում են եւ դնում են գրվանի տակ կամ կացայով ծածկում, ինչպես կարդացինք մեր թարգմանության մեջ, ոչ էլ ճրագը կվառեն եւ կացայի տակ կդնեն։ Այսինքն պատկերացրեք լամպը վառեն եւ կացան վրայով ծածկեն։ Ինչ իմաստ ունի ինքը։ Ինքը լույս չի կարող տալ։ Պետք է չծածկես, որպեսզի շրջապատի մեջ լույս տա։ Ուրեմն նայեցեք ինչն է տարբերությունը այստեղ։ Ոչ էլ ճրագը վառում են եւ կացայով ծածկում են նրա վրա։ Այն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր տան մեջ են, այդպես կարդացինք։ Եվ վառում են ճրագը եւ այն լույս է տալիս նրանց, ովքեր որ տան մեջ են։ 5-րդ գլուխ 15 համարի մեջ տեսանք։ Եթե ուշադրություն դարձրեցիք, այստեղ Տերը կամենում է, որ մենք որպես լույսի որդիներ լուսավորենք նաև մեր տան մեջ, մեր ընտանիքի անդամների մեջ։ Ոչ միայն քաղաքում, ոչ միայն աշխարհի մեջ, այլ նաև տան մեջ։ Ուրեմն լինել լույս ոչ միայն աշխարհում, այլ լինել լույս նաև քո շրջապատիդ մեջ, քո տան մեջ։ Տեր Հիսուսը շատ հստակ ասում է այստեղ եւ այլաբանություն չկա, քո տան մեջ։ Այո, որպես քաղաք եւ աշխարհի մեջ, նույնպես եւ տանը ընտանիքի մեջ, որպեսի լույս տաս անդամներին։ Ուստի, որքան կարևոր է մեր վկայությունը։ Ոչ միայն դրսում, ոչ միայն աշխարհի մեջ, այլև մեր ընտանիքում, հարազատ միջավայրում լույս տանք եւ լույս լինենք։ Լույս տալ նշանակում է Քրիստոսին որպես լույս բաժնեկցել մարդկանց։ Քրիստոսը արտացոլել, որովհետև Քրիստոսն է իրական լույսը։ Դուք գիտեք, սիրելիներ, գրված է դուք եք լույսը, բայց լույսի աղբյուրը, այսինքն ակունքը մեզանից չի, ակունքը Քրիստոսն է։ Մենք ուղղակի փոխանցում ենք Քրիստոսի լույսը, մենք արտացոլում ենք կամ արտահայտում ենք Քրիստոսի լույսը։ Եթե շինված ենք նրա վրա, եթե կցված ենք, կպած ենք նրան, մենք անպայման լույս կտանք։ Պատկերացրեք էլեկտրական լույսը, հոսանքը միացված չլինի պաստանցիային։ Լույս կունենանք, չենք ունենա։ Եթե մենք կպած չենք, միացված չենք մեր կայանին, որ Հիսուս Քրիստոսն է, մենք չենք կարող այդ էներգիան փոխանցել, չենք կարող լույսը տալ, չենք կարող արտահայտել եւ արտացոլել Քրիստոսի լույսը։ Բայց երկնային Երուսաղեմում գրված է, որ արևի եւ լուսնի կարիք չկա, որովհետեւ գառնուկը ինքը լուսավորում է քաղաքը։ Շատ հաճախ մեր լույսի լուսավորմանը խանգարում են մեր մարմնավոր կամ մարդկային մոտեցումները։ Այսինքն այստեղ այս բaragայում կաթսաները, որով ծածկում ենք լամպը։ Մարմնավոր որոշումներ, մարդկային մոտեցումներ, մարդկային եւ մարմնական գաղափարները, վիճակներ, որոնք ծածկում են լույսի լուսավորությունը, ուստի նման վիճակներով մենք չենք կարող Հայր Աստծուն փառավորել։ Մինչդեռ Տեր Հիսուսը սովորեցնում է, այդպես էր թող ձեր լույսը մարդկանց առջև փայլի, որպեսզի մարդիկ տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն ձեր Հայրը, որ երկնքում է։ Եվ այս ամենի մեջ Տերը սովորեցնում է, որ աշակերտները ճանաչեն Հայր Աստծուն։ Գիտեք, այս մի քանի համարների մեջ, որ մենք ընթերցեցինք, լինել աղը երկրի, լինել լույսը աշխարհի եւ լույսը վառել եւ կացայով չծածկել, այլ լույս տալ տան մեջ եւ այլն, այս ամենը մեզ ինչ դաս է սովորեցնում, որպեսզի փառավորեք, ասում է Հայրը, որ երկնքում է։ Սա նշանակում է, որ մենք պետք է Հորը ճանաչենք։ Այսինքն ինքը ճանաչեցնում է Հայրը, թե ինչպիսին է Հայրը, ինչպիսին է մեր Հայրը, ինչպիսին է երկնավոր Հայրը։ Նա սիրում է, որպեսզի մենք լինենք այն վկաները աշխարհի մեջ, որպեսզի Հորը փառավորենք։ Բայց եթե մենք Քրիստոսի հոգին չունենանք, մենք չենք կարող Հորը փառավորել, սիրելիներ։ Եթե մենք հաստատված չլինենք լեռան վրա, մենք չենք կարող Հորը փառավորել։ Եվ այս ամենի մեջ Տեր Հիսուսը սովորեցնում է, որ աշակերտները եւ նաեւ մենք այսօր լսողներս ճանաչենք Հայր Աստծուն, որպեսզի մենք էլ ճանաչենք Հորը, թե ինչպես կարող ենք փառավորել լույսը փոխանցելով մարդկանց մեջ, լուսավորելով նրանց, եւ սա է բարին եւ հաճելին։ Ավետարանի լույսը տարածել, սա է բարի գործը, ուրեմն մեր սրտի դիրքորոշումները, մեր հավատքի գործերը, մեր վկայությունները, մեր վերաբերմունքները
պետք է արտացոլեն այդ ճշմարտությունը, արտացոլում են այն, ինչով որ հարուստ ես, արտացոլում են կամ վկայում ես այն, կիսվում ես կամ բաժնեկցում ես այն, ինչը որ ունես քո մեջ, արդյոք այդ լույսը ունես, այդ կարևոր արժեքը կրում ես քո մեջ։ Մարդ ինչով որ հարուստ է, դրանով էլ կարողանում է բաժնեկցել, այդպես չէ։ Եթե Աստծով ես հարուստ, Աստծով էլ կբաժնեկցես, աշխարհով ուրեմն, ապականված աշխարհով։ Գաղատացիներին ուղված նամակում Պողոս առաքյալը գրում է Գաղատացիս 4:6. Եվ քանի որ դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ իր որդու հոգին ուղարկեց, որ աղաղակում է ինչ? Աբբա հայր։ Ուրեմն առանց որդու հոգու մենք հայր Աստծուն չենք կարող Աբբա հայր կոչել։ Աբբա, որ նշանակում է հայր, բայց ավելի փաղաքշական, ավելի քաղցրություն կա, ավելի հարազատություն կա այստեղ։ Աբբա հայր։ Եթե որդու հոգին չկա մեր մեջ, մենք չենք կարող հայր Աստծուն մեր Աբբա հայրը կոչել։ Որդիով ենք այս որդիական իրավունքով, իշխանությամբ եւ զորությամբ հորը կարողանում մոտենալ։ Հովանու ավետարան առաջին գլուխ 13-րդ համար հիշենք։ Տեր Հիսուսի համար գրված է. իրեններին եկավ, բայց իրենները նրան չընդունեցին, մերժեցին։ Ովքեր էին իրենները։ Իսրայելի ժողովուրդը, հրեա ժողովուրդը մերժեցին նրան։ Բայց գրում է Հովհաննես առաքյալը, ովքեր ընդունեցին, նրանց իշխանություն տվեց կամ զորություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Աստծո որդի տիտղոսը շատ բարձր տիտղոս է, սիրելիներ։ Մենք շատ հարևանցի ասում անցնում ենք, չէ՞, Աստծո որդի եւ գնացինք։ Շատ կարծես հասարակացնում ենք։ Բայց գիտեք ինչ կարևոր տիտղոս է, ինչ կարևոր անուն է սա։ Լինել Աստծո որդի, որ Քրիստոսի հոգիով է Աստծո որդի ճանաչվում։ Ուստի խոսելով հակիրճ եւ գալով եզրահանգմանը հասկանում ենք կարևոր ճշմարտություն, որ թագավորության որդիները Աստծո որդու հոգին ունեն, այսինքն Քրիստոսի հոգին ունեն, առանց որի հայր Աստծուն չենք կարող ճանաչել, ուր մնաց փառավորենք նրան։ Չենք կարող հայր կոչել, եթե ոչ նրա հոգով, ու ոչ էլ կարող ենք լինել լույսը, լինել աղը եւ փառավորել հայր Աստծուն։ Թող Աստված սիրելիներ մեր սրտերի հետ այսօր խոսի։ Թող Տերը ողորմի մեզ, թող իր երեսը փայլեցնի մեր վրա։ Մեզի պետք եղած իմաստությունը տա, որ հրաժարվենք ամեն չար բանից, ամեն երկրորդական բանից, որովհետև գիտեք, աշխարհի մեջ, ինչպես արդեն նշեցի, աշխարհը սապականված է եւ իր հրապույրներով, իր առաջարկներով մարդկանց ծուղակի մեջ է կապում, մարդկանց բեռնավորում է, մարդկանց ոտքերն է խճճում, մտքերն է խճճում, որպեսզի ժամանակ չունենան եւ չկարևորեն հոգեվոր կյանքը եւ հոգեվոր արժեքները, որպեսզի ժամանակ չունենան եկեղեցական կյանքով ապրեն, Աստծո խոսքը սիրեն, աղոթքի կյանք ապրեն, հավատացյալների հետ շփվեն։ Հավատացյալներ ես ձեզ կոչ եմ անում, հավատացյալ ընկերներ ձեռք բերեք, հավատացյալ բարեկամներ ձեռք բերեք, նրանց հետ շփվեք, ժամանակ անցկացրեք Աստծո զավակների հետ, որովհետև դուք միմյանց հետ քույրեր եղբայրներ եք գալիս, որովհետև մեկ հայր ունեք եւ մեկ հոգիով եք հորը մոտենում։